Բարև բոլորին, սա դեկոնստրուկցիա կամ ռեկոնստրուկցիա շարքն է, այդ շարքի երկրորդ զրույցն է, հիշեցնեմ, որ անցյալ անգամ սկսեցինք, պայմանավորվեցինք ինչի մասին ենք խոսելու, բնականաբար հիմա նորից չեմ կրկնի, ում հետաքրքիր է թող նայի անցած անգամվա թողարկումը, եթե կարճ մենք պայմանավորվել ենք քանդել, հավաքել կամ քանդել նորից կառուցել հանրային, պոպուլար, տարածված պատկերացումները, ձևակերպումները, չգիտեմ, եւ այլն։ Այն ինչը որ համարվում է մեր մոտ, մեզանում Հայաստանում, հանրային մակարդակում, ոչ կենցաղի մասին է խոսքը, համընդհանուր, քիչ թե շատ, համընդհանուր կամ բավականին տարածված, ընդունված ինչ որ ճշմարտություններ։ Եվ այսօր կսկսենք, փորձենք առաջին քանդել հավաքելը անել, եւ կսկսենք մի հատ շատ պարզ թեմայից, որպեսզի ընդհանրապես սկիզբն էլ հեշտ լինի, մի քիչ մենք էլ բացվենք, մինչեւ որ անցնելու ենք հետո ավելի բարդ թեմաներ ենք փորձելու վերլուծել, այսօր սկսենք պարզից։ Արդյոք փոքր ազգ ենք մենք։ Գիտեք, որ ծնված օրվանից ամեն փոքրիկ հայ հենց գրեթե ծնված օրվանից ինքը ամեն կողմից, ամենատարբեր կոնտեքստներում, հանրային, ոչ հանրային, չգիտեմ, մասնավոր խոսակցություններում, խելոք ձաձաների եւ խելոք ծոծաների հրապարակային խոսքից, դասագրքերից միգուցե դպրոցում, տանը անընդհատ լսում է այդ ֆրազը. մենք փոքր ազգ ենք, դե մենք փոքր ազգ ենք, քանի որ մենք փոքր ազգ ենք։ Սա երևի իր տարածվածությամբ ամենասենց տարածված ձևակերպումներից է, մեր ինքնապատկերացման, այսպես ասած, հիմքերից է, եւ մենակ ավելի տարածված կամ սրա նման տարածվածը մենակ դարերով պետությունից զուրկն է։ Եվ փոքրիկ հայը դա լսում է, հետո մեծանում է, շարունակում է անդադ լսել, սկսում է ինքն էլ արդեն կրկնել, վերարտադրել եւ իր մտքերում եւ իր խոսքում, եւ ասած արմատներով մտնում է մեր գիտակցության մեջ, որպես ամենապարզ, ամենահայտնի ճշմարտություններից մեկը։ Դե մենք փոքր ազգ ենք։ Եվ իհարկե առաջին հայացքից թվում է, որ սա այնքան ակնհայտ է, բացի այն որ տարածված է, նաև պարզ է, ակնհայտ է։ Մենք նայում ենք ժողովուրդներին, տարբեր քանակները, ազդեցությունը եւ այլն, ուժը եւ թվում է ինքը այնքան, այսպես ասած, ինքնին ճշմարիտ է, որ իմաստ էլ չկա այստեղ, ինչ իմաստ ունի խորանալու եւ պարապխոսակցությունը, ինչը քննենք, ինչ կա այստեղ ընդհանրապես քննելու։ Բայց ընդհանրապես էլ հենց կյանքի խորամանկություններից մեկը այն է, որ հենց այդ աստիճանի sense ճշմարիտ թվացող երևույթներն են հենց առաջին հերթին պետք է քննել, որովհետեւ դրանց մեջ է հաճախ թաքնված լինում շատ ու շատ խնդիրներ եւ շատ ու շատ գործնական հետևանքներ, նման ընդհանուր, շատ абստրակտ եւ ինքնին պարզ թվացող բաների մեջ ամեն դեպքում փորձեք։ Դե առաջին հերթին փոքրը, իհարկե, փոքրը մեծը քանակի հարց է եւ թվում է, որ այստեղ էլ ինչ ենք փոքր, որտեղ քանակով փոքր ենք։ Բայց կասկած կա իհարկե, կամ չգիտեմ, ներըմբռնում կա, բոլորիս մոտ էլ երևի ներըմբռնումը ինտուիցիան է, որ այստեղ մենակ քանակի մասին չի խոսքը, ինչ որ ուրիշ բան էլ կա, որ մենք թեկուզ ցենց ենթագիտակցորեն ենք հասկանում, միգուցե մինչև վերջ չեն գիտակցում, բայց երբ որ այդ ֆրազը կամ մենք ասում ենք, կամ մեզ ասվում է, կամ մենք լսում ենք ամեն մի հարթուկից, ամեն մի խոսացող գլուխից, ամեն մի պատեհ ու անպատեհ հարթով, որ մի քիչ ավելին է այստեղ, քան քանակի հարցը, կասկած նման ունենք։ Եվ միգուցե այստեղ իրականում ընկալման խնդիրն է, միգուցե աշխարհայացքի խնդիրն է, միգուցե աշխարհի պատկերի եւ դրանում սեփական ուրեմն տեղի մասին պատկերացումն է, եկեք սա փորձենք հասկանալ եւ վերջում նաեւ հասկանանք ինչ ասես բխում գործնականորեն մեր ամենօրյա կյանքում, հանրային կյանքում կա մի բան, որ սրանից բխում է ու միգուցե պետքա փոխել։ Բայց սկսենք, քանի որ իրոք քանակի հասկացությունը, եկեք սկսենք քանակները ուղղակի ստուգել։ Դե եթե նայենք քանակով, հայերը Հայաստանում մոտ 3 միլիոն են, չէ, բոլորս գիտենք դրա մասին, աշխարհով ինչ որ շատ տարբեր թվեր են տալիս հայերի մասին, շատ տարբեր հաշվարկներ կան, ասենք եթե Վիկիպեդիայում նայենք, ասենք 8 միլիոնից մինչև 11, նույնիսկ 16 միլիոն քանակներ են ասում, ամեն դեպքում Հայաստանում մենք 3 միլիոն ենք,
այդ թիվը տան սովետական միության մեջ էր շատ ավելի չի հասել, մի պահ եղել է Հայաստանի բնակչությունը 3 միլիոն 300 հազար, բայց դրա մեջ մենակ հայերը չէին, այնտեղ մի 150 հազար կարծեմ մենակ ադրբեջանցի կար, ամեն դեպքում դա դե պլյուս ոնց է լինի, մենք ունենք գիտեք մեծ համայնքներ Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Ռուսաստանում, դրանք նույնպես միլիոններով են հաշվում, մնացած երկրներում ավելի այսպես 100 հազարներով կամ տասնյակ հազարներով էական չի, հիմա այդ թվերի մեջ չենք խորանում, մոտավոր պատկերացնենք, ասենք խոսքը, եթե տենց մի քիչ փոքրացնենք էլ թիվը, այնտեղ որտեղ դժվար ասել ծագումով հայեր, չգիտեմ, որ ասում են կրիպտո հայեր, թաքնված հայեր եւ այլն, 3 միլիոն Հայաստանում թող մի 3 միլիոն, 4 միլիոն էլ լինի այն sense ասած իրան լրիվ հայ գիտակցող հայերն են խոսացող էլ դրսում։ Հիմա այս մեր քանակն է։ Եկեք սկզբի համար փորձենք ուղղակի քանակները համեմատենք, օրինակ ու վերցնենք ոչ թե տենց ակնհայտ շատ մեծականակ ազգերին։ Օրինակ ասենք չգիտեմ, շվեդները ինչքան են շվեդները, ես չգիտեմ ձեր կարծիքով։ Ես երբ որ այդ հարցը օրինակ իմ ընկերներին տալիս եմ, սովորաբար տալիս են ավելի մեծ թիվ, քան իրականում շվեդները կան։ Իրականում շվեդները Շվեդիայում 8 միլիոն են, եւ մի քիչ կան դրսում, ավելի շատ դրանք ծագումով շվեդներ են, ասենք Ամերիկայի Միացյալ Նահանգներում կամ Կանադայում, դրանք վաղուց տեղափոխված եւ ընդհանուր մինչեւ 13 միլիոն են հաշվում։ Բայց բուն Շվեդիայում ապրող շվեդները 8 միլիոն են։ Հիմա դա մեծ է թե փոքր է, հիմա շվեդները մեծ ազգ են թե փոքր ազգ են։ Ես կարծում եմ, որ եթե մենք փորձենք ինքներս մեզ հարցնել, նախապես չիմանալով դեռ քանակը կամ, չգիտեմ, միջին մի անցորդի Հայաստանում հասնենք կամ թեկուզ միջին մի քիչ կրթված անցորդի, ասենք շվեդները փոքր ազգ են, թե մեծ ազգ են, չեմ կարծում, որ ինչ որ մեկը sense մի անգամ սկսի փոքր ազգ են, այսինքն հայերի պես են։ Բայց դե եթե տես քանակով վերցնենք հայերից մի քիչ այս կողմ, մի քիչ այն կողմ, արդյոք փոքր ազգ են։ Եվ մյուս հարցը, արդյոք իրանք շվեդները, ես չգիտեմ, ես չեմ շփվել շվեդների հետ, բայց ենթադրում եմ գրեթե sense չասեմ վստահություն, բայց զգալի վստահություն, ենթադրում եմ, որ եթե շվեդներին հարցնես, իրանք չեն ասի շվեդները փոքր ազգ են, կամ նույնիսկ եթե հարցնես ասեն, իրանց ամենօրյայի մեջ որպես sense հիմքերի հիմք, որ մենք շվեդներս փոքր ազգ ենք, չկա։ Լավ, նույնը իդեպ հա, կարանք շարունակենք օրինակ, ասենք, նորվեգացիները, Շվեդիայից ենք սկսել, նայենք Շվեդիայի կողքը ինչ կա։ Նորվեգացիները Նորվեգիայում 4 միլիոն 400 հազար են, ընդհանուր աշխարհով 10 միլիոն են հաշվում, բայց էլի այստեղ խոսքը օրինակ ասենք Մինեսոտայում ապրող Ամերիկայի նահանգում ծագումով մի քանի սերունդ, ասենք 19-րդ դարից հաշվող սերունդներ նորվեգացիների մասին, որոնք ամերիկացի են, բայց հիշում են, որ էթնիկ նորվեգացի են, թող լինեն 10 միլիոն։ Չնայած այդ 10 միլիոնը նույնքան, այսպես ասած, բան թիվա մի քիչ ուռճացված, ոնց որ հայերիս մասին 10 միլիոն, հա, դա ծագումով հայեր 10 միլիոն, ծագումով նորվեգացիներ 10 միլիոն, բայց բուն Նորվեգիայում ապրող ամենօրյա նորվեգերեն խոսող 4 միլիոն 600 հազար, դա մոտավորապես մեր չափ։ Նույնիսկ ոչ թե մոտավորապես, այլ հենց համարյա նույնն է։ Հիմա էլի նույն հարցը տանք նորվեգացիները փոքր ազգ են, թե մեծ ազգ են։ Մենք, եթե sense մեզ ասում են նորվեգացի, ասում ենք, հա, դե նրանք փոքր ազգ են, եւ իրենց եթե հարցնես փոքր ազգ են, թե փոքր ազգ չեն, չեմ կարծում, որ այդքան միանշանակ է, կարծում եմ նույնիսկ մեր ընկալման մեջ իրենք փոքր չեն։ Այսպես կարող ենք Եվրոպայով մեկ շրջել եւ տեսնել բազմաթիվ նման ազգեր, չգիտեմ, եթե Սկանդինավիայից ենք սկսել դանիացիներով, իջնենք, չգիտեմ, Շվեյցարիա նայենք, Բելգիայում ֆլամանդացիները ինչքան են, վալոնները ինչքան են եւ այլն, հիմա չխորանամ կամ չգիտեմ, հույները մի 10 միլիոն էլ հույներն են։ Էլի կարծեմ այդ տենց մի թիվա պլյուս մինուս երևի էլի աշխարհով մեկ եւ բուն Հունաստանում ապրող կտարբերվի, այսինքն շատ ազգեր կան, որոնք ասենք չգիտեմ ռուսների կամ թուրքերի կամ ֆրանսիացիների քանակի չեն, մոտավորապես մեր քանակի են, բայց որպես փոքր մենք իրանց չենք ընկալում, կարծում եմ, կամ ընդհանրապես իրենք մեր աշխարհի պատկերում առանձնապես չկան, բայց եթե կան էլ հարցնես մեր պատկերացման փոքր չեն, ոչ էլ կարծում եմ իրենք իրենց պատկերացման փոքր են եւ ամենենպես իրանց մոտ դա ազգային ինքնության ասած հիմքերից է, որ մենք փոքր ենք։ Էլ չեմ ասում օրինակ իսլանդացիները մի քանի 100,000 են։ Հիմա դա օրինակ ակնհայտ փոքր քանակ, այստեղ արդեն անվիճելի փոքր քանակ է, բայց ես չգիտեմ իրենց հոգեբանության մեջ ինչպես է։ Եկեք հակառակը նայենք, օրինակ էլի։
Եթե պատկերացնենք, ձեզ մեկը հարցնում, ես փորձել եմ այդ հարցերը տալ, ես ինձ թեման շատ վաղուց եմ, ասես բռնացել դեռ ինձ թվում է մի 20 տարուց ավել կարող է լինի, որովհետև ես Միշելով նույնիսկ հոդված եմ շատ վաղուց երիտասարդ տարիներին գրել այս թեմայով, բայց հիմա չեմ գտել այդ հոդվածը ճիշտն ասած, մի տեղ ինքը կա, չեմ նայել, բայց էլի մոտավորապես ու ես փորձել եմ նաև մարդկանց բանավոր զրույցներում հարցնել, օրինակ թամիլները մեծ ազգ են, թե փոքր են։ Եթե չգիտեք, թամիլները Հնդկաստանում ապրող, Հնդկաստանի հարավում հիմնականում, նաև Շրի Լանկայում ապրող հիմնական ազգերից մեկն են, դրանք այսպես կոչված դրավիդյան ազգերից են, այսինքն Հնդկաստանի այդ հարավն է, որը հնդեվրոպական լեզուներով դրանք չեն խոսում եւ այդպես ավելի սևամորթ են, մոտապես են հնդիկներից, որ մեր մոտ են գալիս, ավելի սև, ոչ թե այդպես սպիտակ ու նշանակալի ազգ են Հայաստանում իհարկե քչերը շատ երևի գիտեն, բայց հիմա փոքր են թե մեծ են։ Ասեմ որ քանակով արդեն պատկերացեցիք երբ շատ են, որտեվ Հնդկաստան որից 90 միլիոն են, ոչ թե շատ են, այլ 90 միլիոն են, այսինքն շվեդների, նորվեգացիների, չգիտեմ այն մյուս, որ մենք հիշատակեցինք, համեմատ շատ մեծ են, մեր համեմատ էլ քանակով 90 միլիոն, որից 70 միլիոնը Հնդկաստանում, դա մի 3 միլիոն Շրի Լանկայում եւ այլն եւ այլն։ Հիմա ես էլի վստահ չեմ, որ եթե հարցնես պատահական անցորդին, ասես Հնդկաստանում ապրող ժողովուրդ թամիլները մեծ ազգ են, թե փոքր ազգ են, իրանք ասեն, որ մեծ ազգ են։ Չնայած 90 միլիոն են։ Ես կարծում եմ, որ մեր աշխարհայացքի մեջ եւ սա արդեն հասկանում ենք, որ ընկալում են խնդիրը ավելի շուտ, այդպես մեծ ազգ թամիլ չկա։ Նույնպես կարծում եմ մեր մոտ օրինակ չկա մի ուրիշ մեծ ազգ Յորուբան շատ նշանակալի էլի ժողովուրդ է, Աֆրիկայի արևմուտքում են ապրում, Նիգերիայում հատկապես շատ են, բայց նաև կողքի երկրներում 55 միլիոն են, 53 միլիոն են կներեք, որից 42 միլիոնը Նիգերիայում եւ հետո կողքի երկրներում մեծ իհարկե նաև Սփյուռք ունեն, այդում Ամերիկայի Միացյալ Նահանգներում մի քանի 100,000 են։ Ոստա սա բան չէ, էլի, որ ասում եմ Աֆրիկայում չպատկերացնեք, այդպես մի քիչ մեր մոտ ինչ որ վայրից չի, իր մշակույթը ավանդական ունեցող, քաղաքակրթություն ունեցող, իրանց մակարդակում, իրանց մասշտաբում ժողովուրդ են, հիմա էլ բնականաբար որպես Նիգերիայի ամենանշանակալի ժողովուրդ։ Նորմալ, լավ, կարևոր դեր ունեն, իդեպ ասեմ նաև իրանցից դուրս եկած, իրանց Սփյուռքից դուրս եկած կարևոր դեմքեր կան, օրինակ գոնե մինչև վերջերս ես հիմա չեմ հետևել փոփոխություններ ընդեղ եղել են թե չէ, որտեղ դժգոհ էին մի քիչ, բայց Անգլիայի պահպանողական կուսակցության, Անգլիայի երկու ամենաուժեղ կուսակցություններից մեկը առաջին դեմքը այս վերջին շրջանում մի կին էր, հիմա ցավոք սրտի ազգանուն անդադ մոռանում եմ, մի քիչ տարօրինակ ազգանուն էր, Յորուբա էր, ինքը Նիգերիայում ծնված յորուբաներից հասած այդ դիրքի Անգլիայի պես պետության մեջ, Մեծ Բրիտանիայի պես պետության մեջ, այսինքն սա, բայց ես վստահ եմ, որ մեր պատկերացումների մեջ, եթե մեկին ասես Յորուբա ապրում է Աֆրիկայում, մեծ ազգա թե փոքր ազգա, չասի մեծ ազգա, եւ նույնիսկ եթե ասես իրանք 53 միլիոն է, միևնույնն է։ Դե չէ, ոնց որ այդ մեր պատկերացած մեծ ազգերից չեն համենայն դեպս հաստատ։ Կարելի է վստահ ասել, հա։ Եվ այստեղ մենք արդեն էլ չերկար ասեմ, որ անվերջ sense օրինակներ կարելի է բերել։ Ասենք գնալ նայել ինչքան ով ինչ քանակի է, իդեպ բավական հետաքրքիր գործ է, կարող եք նայել ստուգել ձեր պատկերացումները նախնական, օրինակ ասենք շվեդների մասին կամ չգիտեմ թամիլների մասին ստուգեք, կամ ուրիշ ժողովուրդներ ընտրեք, ասենք, չգիտեմ, ինչքան են օրինակ, ինչ ասեմ, ասենք ռումինացիներ, մի հատ ստուգեք ինչքան եք պատկերացում, հետո նայեք ինչքան են իրականում, հաճախ շատ sense բաներ է լինում, անսպասելի է լինում, բարադոքս, սպասումը եւ իրականությունը տարբերվում, բայց մենք այստեղ չերկարացնենք հասկանալի է, կարծում եմ արդեն, որ ոնց որ եւ մենք ի սկզբանե կասկածում էինք, քանակի խնդիր չի իրականում այդ փոքր ազգը, ընկալման խնդիր է ավելի շատ եւ սուբյեկտիվ ընկալման, թեկուզ սուբյեկտիվ հանրային ասենք ընկալման, եւ երբ որ մենք մեր անասին ասում ենք փոքր ազգ, մենք նկատի չունենք ի համեմատություն յորուբաների կամ թամիլների եւ մեծ հաշվով նաեւ նկատի չունենք ի համեմատություն շվեդների, նորվեգացիների կամ չգիտեմ դանիացիների եւ այլն։
եւ ընկալումն էլ, եթե ավելի կոնկրետ ասենք, ավելի շատ սա աշխարհի ընկալման, աշխարհի ոնց որ այդ սկզբից էլ ասացինք, աշխարհի կառուցվածքի, ոնց ենք մենք հայերս պատկերացնում աշխարհը եւ մեր տեղը դրա մեջ եւ եթե այս նյութը փորձենք sense հասկանալ, ինչն ենք եւ ինչի ընկալում, ըստ էության դա ոչ թե քանակի, այլ ավելի շատ եւ ոչ միայն ընկալման, այլ ավելի շատ կարգավիճակի հարց է աշխարհում, երբ որ մենք ասում ենք փոքր ազգ, իրականում մենք ավելի շատ նկատի ունենք կարգավիճակ, ենթագիտակցորեն թվում է թե քանակ, բայց իրականում կարգավիճակ դրա համար, եթե հարցնես միջին հայաստանցուն շվեդները փոքր են թե մեծ, ինքը չի ասի փոքր, նույնիսկ եթե քանակը իմանա, որտեղ իր պատկերացման մեջ կարգավիճակով շվեդները միգուցե ամենամեծերից չեն եւ նույնիսկ մեծերից չեն, բայց փոքր էլ չեն եւ հակառակը յորուբաները ինչքան էլ մեծականակ լինեն մեր պատկերացմամբ ինենք այդ կարգավիճակը չունեն, դրա համար մենք չենք կարող իրենց մասին ասենք մեծ ազգ, ոնց որ ասենք, չգիտեմ, ռուսների, անգլիացիների կամ թեկուզ թուրքերի մասին ենք ասում։ Այսինքն մենք հաստատ քանակը նկատի չունենք, ընդ որում նաև երբ որ ասում ենք այս աշխարհի պատկերացում, աշխարհի քարտեզ, աշխարհի ընկալում մեր մոտ հայկական չգիտակցված մեծ հաշվով եթե մենք ավելի շատ լինենք այդ յորուբա, չգիտեմ, թամիլ եւ դրանք ընդհանրապես չկան այդ քարտեզի մեջ։ Մեզ ընդհանրապես չեն էլ հետաքրում, չնայած աշխարհի բնակչության մեծ մասը նման ազգեր են, բայց մենք կյանքում չենք հիշում, որ մոլորակի վրա իրանք կան, մենք որ ասում ենք աշխարհ, այս շատ կարևոր է։ Մենք հաստատ չենք պատկերացնում Նիգերիան, չգիտեմ, Ինդոնեզիան, ահռելի մեծ երկրներ, ահռելի աճ են հիմա ունեցող եւ բնակչությամբ եւ տնտեսությամբ։ Մենք հաստատ չենք պատկերացնում նույնիսկ ու մի քիչ Հնդկաստանը հիմա սկսել ենք մեջը դնել, չենք պատկերացնում Վիետնամ, Թայլանդ, նույնիսկ չգիտեմ Ավստրալիա, Նոր Զելանդիա, մենք շատ նեղ իմաստով մենք որ ասում ենք աշխարհը, դա որ կա, աշխարհը նայում է մեզ։ Դե լավ թեմա է, կարելի առանձին հետո մի հատ խոսալ, ամբողջ աշխարհը մենք նկատի ունենք ընդհանրապես մեզ ծանոթ, մեր աշխարհի մեջ տեղավորվող մի քանի ազգ, պետություն, դա հիմնականում Ռուսաստանն է, Արևմտյան Եվրոպան է եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներն են, մի քիչ կարող են դե Կանադա, Մանադա, Գրենլանդիան էլ էս վերջերս այդպես տեղանի, բայց այդքանն են եւ այդ աշխարհը այդքանն են եւ մենք մեզ այդ աշխարհի մեջ ենք անում եւ երբ որ ասենք փոքր ենք, մենք նկատի ունենք այ ռուսների, ամերիկացիների համեմատ եւ նկատի ունենք նախ եւ առաջ կարգավիճակ, որ փորձենք հասկանալ այդ ինչ կարգավիճակի մասին է խոսքը։ Հասկացանք, որ այստեղ հարցը ոչ այնքան քանակի հարց է, որքան կարգավիճակի կամ աշխարհում կարգավիճակի հարց է։ Հիմա դա ինչ աշխարհ է մեր պատկերացրածը եւ ինչ կարգավիճակ է, կարծում շատ վերլուծելու կարիք չկա, մենք բոլորս էլ մի թեթև ծանոթ ենք։ Այսինքն մի թեթև չէ, ծանոթ ենք իրականում այդ աշխարհի պատկերի հետ, այլ հարցը որ կարող է միշտ չենք sense գիտակցության մակարդակ բերում եւ նկարագրում, ըստ այդ աշխարհի պատկերի կան ուրեմն մեծ ազգեր եւ փոքր ազգեր, մեծ ազգերը քիչ են դրանք մեր պատկերացմամբ, այդ մեծ ազգերը որոշում են ամեն ինչ, որոշում են խաղի կանոնները, որոշում են նաեւ ընթացիկ, այսպես ասած, քաղաքական ուրեմն կարգավորումները, որոշում են ամեն ինչ մի խոսքով, եւ կան փոքր ազգեր մեր նման, որոնք ոչինչ չեն որոշում, մեծ հաշվով ոչինչ էլ իրենցից կախված չի, իրենց ջանքից, նույնիսկ իրենց ճակատագիրը մեծ հաշվով եւ իրենց անվտանգությունը, մենք ով ենք, որ ինչ որ մի բան անենք կամ ասենք կամ որոշենք եւ մեր նման փոքր ազգերի խնդիրը հարմարվելն է այդ մեծերի որոշածին, ըստ հնարավորության օրինակ եթե մշակույթի մասին է պատճենելը կամ այսպես ասած կրկնելը, ինչ որ մեծերը ասում են, ոչ միայն քաղաքականության մեջ, այլ մեծ հաշվով նաև հոգևոր մշակութային ոլորտում էլ իրավունք վերապահված չի փոքր ազգերին, ինչը որ սեփական ասելիք ունենալ, դա ամոթ է, ընդհանրապես սեփական բան ունենալ, սա այսօրվա հայերին է վերաբերում։
Հնում այրը այդպեսին չեն եղել։ Իդեպ սա մի քիչ շեղվում եմ, բայց ես միշտ պատկերացրել եմ մի բան, որ եթե հանկարծ օրինակի համար Մեսրոպ Մաշտոցը ոչ թե 5-րդ դարի հայ լիներ, այլ այսօրվա մեր մտածողության հայ, փոքր ազգի մտածողության հայ, եւ հանկարծ առաջարկեր ասել մենք պետք է ունենանք սեփական այբուբեն, այդ մարդուն, այդ առաջարկանողին նախ գիշ կհանեին 100%, խելագար գիշ, երկրորդը կատեին ուղակի, լավագույն դեպքում կտանեին հոգեբուժարան կամ ուղակի sense կանտեսեին, վատագույն դեպքում ազգովի վառեին, ոչնչացնեին այդ մարդուն, վտարեին, որովհետև դա այդքան սարսափելի աբսուրդ գաղափար կթվա, ոնց թե սեփական այբուբեն։ Փառք Աստծո մենք ունենք, այսօր սովորենք, որ ունենք, բայց դա ուրիշ մտածողությամբ մարդիկ, ուրիշ մտածողությամբ հայեր են ստեղծել, եւ այդպես ամեն ինչը, դրա համար մենք ունենք սեփականը, յուրահատուկը, մենք հիմա պատրաստ ենք, մենք վախենում ենք սեփականը ունենալուց, նույնիսկ ամենափոքր բաներում, ինչ էլ որ փորձում ենք փոխել, միշտ նայում ենք, ասենք, տեսնենք, ինչ կա ուրիշտեղ, պատճենենք, սեփական ստեղծելուց վախենում ենք, լռում ենք, չենք տեսնում, անտե սա մի քիչ շեղվեցի, ուզում եմ, բայց ասեմ, որ սա մենակ քաղաքական ինչի վերաբերվում, ուրեմն փոքրերը պետք է հարմարվեն, խաղան այդ խաղի կանոններով, մեկ միգուցե խորամանկեն, փորձեն խափեն, տենց մանր-մունր ինչ-որ բաներով, բայց հիմնականում ենթարկվեն, հիմնականում կամ փորձեն ապացուցել ինչ-որ բան մեկ, որ մենք ճիշտ ենք, մենք ձեր կողմից ենք, մենք լավն ենք, հիմնականում ընդհանրապես պետք է խելոք լավ բալիկներ լինեն, չարություն հանկարծ չանեն, եւ այդպես ըստ էության գոյատևմեն, ընդ որում սա շատ կարող է հենց գոյատևել, որովհետև այս փիլիսոփայությունը ինքը գոյատևման փիլիսոփայություն է, ոչ թե անկախության փիլիսոփայություն, անկախության նման մտածողությամբ իհարկե չես կարող կառուցել եւ այդ աշխարհացքը այդպես էլ ընկալում անկախությունը ձևական բան է, այդ փոքր ազգերի անկախությունը տենց անուն է, իրական են, մեծերն են։ Եվ սա հենց գոյատևման, այսինքն դու պետք է գոյություն պահես մի կերպ, յոլա տանես, գլուխդ կախ, եւ սա ոչ թե ինչ որ մեկ խմբին է բնորոշ, սա փիլիսոփայություն է, որի շուրջ կառուցվում է եւ քաղաքականությունը, եւ մշակույթը, եւ ամեն ինչը։ Հիմա եթե շատ հեռուներ չգնանք, երրորդ հանրապետության քաղաքական ամբողջ փիլիսոփայություն ծերից ծեր, սկզբից մինչև այսօր բոլոր հիմնական քաղաքական խմբերինը սա է։ Իրենք միայն վիճում են, կարան վիճեն ով պետքա լինի մեր տերը, իրանք կարան ինչ-որ դետալների շուրջ վիճեն, բայց հիմնական իրանք բոլոր լրելային, որպես ինքնին պարզ ընդունում են հենց սա։ Եվ օրինակ, երբ որ այսօր հենց թարմ օրինակ կա, որից ես օրինակ ապշում եմ, բայց երևի դա սովորական է հնչում, այս մի քանի օր առաջ հայտնի բավականին հայտնի չէ, բավական չէ, հայտնի քաղաքական ուժերի ներկայացուցիչը, մի մեկը, որ այսօր ընդդիմադիր է այդ քաղաքական ուժը ժամանակին իշխող ա եղել, ասում է մոտավորապես հիմա միտքն եմ բանանում, որ եւ ոչ այդպես երկրորդական ներկայացուցիչ Հայաստանը պետք է սպասարկի ավելի շատ մեծ տերությունների կոմունիկացիոն շահեր, այսինքն այսօրվա կոնտեքստին ինքը ասում է այդ որ այդ միջանցքը ամերիկացիներին տվել եք, պետքա ոչ միայն ամերիկացիներին միջանցք տանք, պետքա ենթադրաբար նաև ռուսներին տանք, չինացիներին տանք, ավելի շատ։ Սա է, սա բխում է այդ փիլիսոփայությունից, այսինքն Հայաստանը մի երկիր է, որը պետք է սպասարկի մեծ տերությունների կոմունիկացիոն շահերը։ Սա փիլիսոփայությունը, որը բացարձակ խորտ չի նաև եւ այսօրվա իշխանությանը, եւ այսօրվա անդիմությանը, եւ երեկվա իշխանությանը, եւ երեկվա անդիմությանը ոչ թե խորտ չէ, այլ հարազատ է, իրենք այլ կերպ չեն էլ պատկերացնում։ Սպասարկու երկիր, ուրիշների շահերը եւ բոլորի հետ սենց մի քիչ լավ լինենք, արանքները սենց բան անենք, խաղանք հակասությունների վրա, մենք էլ շատ սենց չերևանք։ Այս փիլիսոփայությունն է, այս պատկերացումը, որը շատ բնական է թվում։ Հիմա նույնիսկ երբ որ ես ասած ներկայացնում, ես վստահ եմ շատ մարդիկ ասում են, բա, այդպես է ուտում մեզ, նաև այդպես են սովորացրել, դու փոքր ես, դու պետքա մեծերի արանքում խուսանավես, մի քիչ խորամանկես, խուսանավես, բայց հիմնականում նաև շատ լսող լինես, պետքա կանոնները պահես։ Դրա համար է նաև մեզ շատ հեշտ
վախացնել աշխարհով, երբ որ մեզ ասում են աշխարհը մեզ չի թույլատրի, ամբողջ աշխարհը չգիտեմ էս բանա, լեգիտիմ պետք է լինել, աշխարհը չի ընդունում պատմական իրավունքը, աշխարհը սա չի ընդունում, աշխարհը նա չի ընդունում, եւ այդքան հեշտ է մեզ համոզել ու վախացնել այդ աշխարհով, երբ որ նույնիսկ սեփական ուժերով մենք ինչ որ բանի հասնում ենք, դրանից հետո գալիս է մի փուլ, երբ որ մեզ ասում չէ, աշխարհը սա չի ընդունում, եւ այդքան հեշտ է մեզ համոզել աբսուրդ բաներ, օրինակ, որ լեգիտիմությունը կարող է լինել անվտանգության երաշխիք, սա այդ փիլիսոփայությունն է, այսինքն այսպես այդ խաղի կանոններով խաղանք եւ լավ կլինի ամեն ինչ, մեզ ոչ ոք ձեռ չի տա, մենք կփախնենք այս փոթորկալից աշխարհից, այսպես եթե շատ լավ լսող լինենք եւ այլն, հիմա ես չխորանամ, որ բոլորդ էլ գիտեք այդ դրա մանրամասները, միգուցե նույնիսկ ես հիմա լավագույն կերպով չեմ նկարագրում, որովհետեւ շատ ցած բարդ ու նյուանսավորված թեմա է, չնայած սկզբում ասենք բարձից ենք սկսելու։ Հակառակ կողմից եմ ուզում օրինակ բերել, շատ հետաքրքիր է, հետևում եմ ադրբեջանական լուրերին, այս վերջին քանի տարին փորձում եմ գոնե ամենուր ռեժիմով հետևել եւ մեր վերլուծական խումբը նաեւ դա սարքում է, որ հեշտ լինի, այսինքն ծաղկակաղը ամեն օր ստանում ենք եւ հետաքրքիր է, որ շարունակաբար սիստեմատիկաբար եւ այս վերջերս էլի նորից Ալիևը ասում է ադրբեջանցի ազգի մասին, պատերազմից հետո իհարկե ասում է, մենք մեծ ազգ ենք։ Ես ռուսերեն եմ կարդում, ասում եմ՝ «Мы великая нация», չգիտեմ դե ադրբեջաներեն դա ոնց է, մենք մեծ ազգ ենք, ինքը անընդհատ իր ազգին դա է հիմա ասում եւ ներշնչում։ Հասկանալի է, որ դրա մեջ իր անձնական փառքի բարձրացումն էլ կա, որտեղ ինքը ասում է՝ «Տես ես հաղթող եմ», բայց ինքը ազգի վրա է դա տարածում եւ անընդհատ ասում է՝ «Մենք մեծ ազգ ենք»։ Եվ սա շատ տարօրինակ ու հետաքրքիր է իրականում, ինձ օրինակ դա հետաքրքիր է, ես առանձնացնում եմ ամեն անգամ, դա առանձին sense բան է, որովհետև թվում է դե լավ, դա ինչ-որ դեմագոգիա է անում, բայց ինձ հետաքրքիր է մտածողության տարբերության տեսակետից եւ հայկական մեր ընկալման տեսակետից ինքը ահավոր անադեկվատ բան է, նույնիսկ ծիծաղելի, հեգնելի, որ ինչ մեծ ազգ եք դուք, հա։ Չէ, որտեղ մեր նման է, չնայած մենք հիմա իրանց շատ ուժեղ ու մեծ ենք սարքել, աստված, իրանք համարյա տենց բան են, դյուցախառն պարթևներ են, որ ասում դու ոնց կարող, մենք Ադրբեջանի ոնց կարող ենք կռվենք, իրանք բայրակտար ունեին, շատ ուժեղ էին, բայց դե մյուս կողմից մենք իրանց մեծ ազգ չենք պատկերացնում, իրականում մեր պատկերացում իրանք էլ տենց փոքրիկ ազգ են, որոնց փոխարեն ամեն ինչ որոշում են եւ չեն կարող, բայց Ալիևը ասում է մենք մեծ ազգ ենք եւ իրականում ճիշտ է անում, որովհետեւ դա մենք արդեն տեսանք, որ քանակի խնդիր չի, ընկալման խնդիր է եւ գաղափարախոսության խնդիր է իրականում։ Ինչի է ինքը դա ասում, ոչ միայն որ իր սեփական փառքը բարձրացնում, որովհետեւ ինքը պատրաստում է Ադրբեջանը, ինքը դրա մասին ասում է, դարձնել ռեգիոնալ տերություն, ինքը պատրաստում է իր հաղթանակը, որը կարելի է շատ երկար վիճել, որքանով տենց լիարժեք հաղթանակ էր, բայց մենք ընդունել ենք, որ դա էր եւ ինքը հիմա դրա շնորհիվ է նաեւ այդպես դա ներկայացնում, ինքը պատրաստում է դա կապիտալիզացնել, ինքը չի տեղում կանգնում, ինքը ռեգիոնալ պետություն է ուզում սարքի, ռեգիոնալ գերիշխանություն է ուզում ստեղծի եւ ասում է միջին տերություն ենք ուզում դառնալ, անգլերեն middle power։ Եվ այդ կոնտեքստում շատ կարևոր է, որ ինքը իր ազգին ասում է մենք մեծ ազգ ենք։ Ճիշտ է ասում, սխալ է ասում, կհասնի իր նպատակներին, թե ոչ, դա լրիվ այլ հարց է, բայց մոտեցումը սա է։ Այսինքն ճիշտ հակադիր է մեր ավանդական մոտեցմանը ոչ միայն 20-ից հետո, այլ 20-ից առաջ եւ իրականում 20 թվի պես դեպքերը մեզ հետ լինում են նաեւ այդ պատճառով, որ սա մեր մտածողությունն է, որտեղ սրանից էլ եմ ասում, բխում է շատ բան, օրինակ որ մեր անվտանգությունը պետք է մեծերը ապահովեն եւ հիմա մենք լրիվ այդ ավանդական հայկականի մեջ են, կարևոր չի որ մեծը, մենք ընդհանրապես մեծերին ենք փոխում, տերերին ենք փոխում, բայց հիմքը մնում է նույնն է։ Ինչ որ մեկը մեր փոխարեն մենք հովանավորյալ ազգ ենք, մենք անկախ չենք իրականում մեր հոգեբանությամբ, մենք զուտ պետք է գոյատևենք եւ էլի, այստեղ այդ որ անընդհատ ասում եմ, խելոք պետք է մեզ պահենք, չարություն չանենք, այս էլ է հակադրություն, որովհետեւ իսկ ինչպես են պայմանական փոքր ազգերը փորձում իրենց կարգավիճակը բարձրացնել։ Մեզ ասում են ճանապարհը, դե կարգավիճակ բարձրացնելու մասին խոսք չկա, բայց գոյատևելու ճանապարհը խելոք պահելն է։ Բայց իրականում, եթե մենք նայենք պատմությանը, պայմանական մի քիչ շատ sense բանով եմ ասում,
չարություն անելով են, այսինքն կանոնները խախտելով են իրականում համեմատաբար ավելի փոքր կարգավիճակ ունեցող ազգերը հասնում ավելի մեծ կարգավիճակների ճիշտ խաղալով այդ միջազգային կանոնների վրա եւ որտեղ պետք է դրանք խախտելով։ Մենք դա կարծես թե արեցինք 90-ականներին, խախտեցինք, բայց ինքներս մենք չդիմացանք այդ մեր արածին եւ նորից ընկանք այս վիճակի մեջ։ Հիմա այստեղ ես երևի այսօր կանգ առնեմ, որտեղ մի բան էլ էի պատկերացնում ասեի, բայց ես չեմ ուզում այս թեման sense թողնենք այս մի խոսակցությամբ։ Ինքը ունի առնվազն մի երկու կարևոր շարունակություն եւ մեկը ես ուզում եմ sense ասած, որ մենք հաջորդ անգամ անենք, գուցե մեկը կամ իր հետ կապված մյուսը, մենք պետք է մի հատ ուրիշ հարց տանք, որպեսզի կարողանանք այս բանը ոնց որ խնդիրը լուծենք, որտեղ մեր այդ աշխարհի պատկերում այդ ամեն ինչը նաև sense ստատիկ ու կայուն է, այսինքն մեծերը միշտ նույն մեծերն են, մենք միշտ փոքր ենք։ Այդ զարգացում դինամիկա չկա այդ աշխարհում, ասենք մշտական կարգավիճակներ են եւ հնարավոր չի մի դասանից մյուսը տեղափոխվել մեր աշխարհի պատկերում, եթե քննենք այդպես, որտեղ մենք մեր պատկերացմամբ հիմիկվա իրականում այդպես չի։ Միշտ դարերով այս փոքրն ենք եղել, եթե հարցնես, լավ պատմագիտությունն է այդպես մեր սովորացնում է գլխից համարը։ Մի հատ Տիգրան մեծ ա եղել, Աստված գիտի ինչ արել, բայց հիմնական միշտ էս է եղել, միշտ եղել են մեծերը ու միշտ մենք արանքը փոքր ենք եղել, սա իհարկե վերագրում է, դա այդպես չի եղել, դա մենք մեր այսօրվա թուլությունը վերագրում ենք հին հայերին, որոնք այդպեսին չեն եղել շատ երկար ժամանակ, եթե լինեն մենք հիմա չենք լինի, բայց ստատիկ պատկեր է։ Հիմա մենք պետք է հարց տանք, այդ հարցը մեզ կօգնի մի քիչ քանդել այս բանը, հա, որտեղ մենք պայմանավորվում ենք պետք է քանդել։ Մենք պետք է հարց տանք, իսկ ինչպես են լավ այդ մեր իմացած մեծ ազգերը, չգիտեմ, ռուսները, բրիտանացիները, то չգիտեմ, թուրքերն են մեր համար մեծ ազգ, ճիշտ է բանով տենց մեծ չեն ոնց որ բարբարոս են, բայց ուժով մեծ են։ Ինչպես են դարը մեծ ազգ։ Տեր Աստվածն է իրանց այդպես ստեղծել, աշխարհի արարումից ի վեր են իրանք այդպեսին, թե իրանք ինչ որ ձևի դարել են եւ ինչից են ինչ դարել։ Արդյոք շատ փոքր ազգից են, թե արդյոք տվյալների սկզբանը շատ ուժեղ են եղել։ Ոնց ա եղել, որ իրանք այդ կարգավիճակի հասել են։ Եվ ոնց ա եղել հակառակը։ Մենք ինչի ենք փոքր, եթե փոքր ենք մեզ համար։ Այդ ոնց է այդպես ստացվել։ Էլի Տեր Աստվածն է մեղավոր, թե չգիտեմ, բնության ուժերն են մեղավոր։ Միգուցե ոնց որ ասում են աննպաստ աշխարհագրական դիրքը, միգուցե կլիման, չգիտեմ, էլ ինչ կա։ Թե մենք այդտեղ ինչ որ խնդիր ունենք եւ միգուցե անցնելով առաջ արդեն կանխելով պատասխանը մենք փոքր ենք եւ փոքրանում ենք հենց որովհետեւ մենք մեզ փոքր ընկալում ենք, այսինքն պարադոքսալ կերպով միգուցե երբ որ դու անընդհատ ասում ես որ դու փոքր ես, դու փոքրել դառնում ես եւ ոչ թե գոյատևում ես, այլ գնալով ավելի ու ավելի փոքրանում ես, ոնց որ մեր հետ տեղի է ունենում։ Եվ ի վերջո դա տանում է նրան, որ դու ընդհանրապես չես լինում, այսինքն դա նաեւ գոյատևման վատ ստրատեգիա է։ Եվ միգուցե մեծերը մեծ են դառնում, որտեղ իրենք չեն ասում իրենց մասին, որ իրենք փոքր են եւ չեն զգում իրենց փոքր են, միգուցե մեծ դառնալը սկսում են նրանց, որ դու քեզ մեծ ես զգում։ Ես հասկանում եմ, որ էլի մեր պատկերացումների տեսակետից աշխարհի մասին դա հեչ համոզիչ վարկած չի, ոնց թե։ Բայց մենք կփորձենք, մենք պիտի պատմությունը բրբտենք, մենք պիտի տեսությամբ մենակ չզբաղվենք, պիտի տեսնենք իրոք պատմականորեն ինչպես է եղել, որ ռուսները դարձել են մեծ ազգ, բրիտանացիները դարձել են մեծ ազգ, մեր պատկերացրած հենց մեծ ազգերն ենք վերցնում, ամերիկացիները, թուրքերը, այդ ոնց է եղել, կարող է այդ աշխարհը այդքան ստատիկ չի, դինամիկ չի եւ կարող է Ալիևը այսօր ճիշտ է, որ ասում է իր ազգին, դու մեծ ազգ ես, մենք մեծ ազգ ենք ասում։ Կարող է այդտեղ մենակ իր անձնական փառասիրությունը ու դեմագոգիան չի, դա մեջն է, հաստատ մեջն է, բայց կարող ավել բան կա։ Որը մի օրինակ էլ բերեմ ու հիմա վերջացնեմ, իհարկե Տեր Աստված թող ինձ ների, որ Ալիևից անցում եմ կատարում Գարեգին Նժդեի, բայց այստեղ շատ կարևոր բան կա, եթե նայեք Գարեգին Նժդեի օրինակ կոչերը ղափանցիներին, մենք ահավոր բարձրացնում ասում եմ մենք ղափանցիներ ենք, մենք ենք, որ էս փառահեղ հաղթանակներ ենք տարել, անհավատալի բաներ ենք արել, եւ մեկը կարծելուց կմտածի լավ, այս մարդը ինչ է այդպես չափազանցնում, կամ կմտածի ղափանցիները յոկ այդ ինչ բան են,
աստվածներ են, դյուցազուններ են։ Ես ղափանցիներին չեմ բնականաբար թերագնահատում, շատ լավ ժողովուրդ են։ Ես ինչքան որ եղել եմ այդտեղ, ես սիրում եմ, շատ սիրում եմ այդ, բայց երևի իրենք էլ կհամաձայնվեն, որ այնպես չի, որ դյուցազուններ են կամ այդ ժամանակ, երբ որ Նժդեհը այդտեղ գործել է, բոլոր ղափանցիները եղել են դյուցազուններ, ոչ եղել են նաև վախկոտներ, եղել են դավաճաններ, եւ Նժդեհն էլ չեմ կարծում, որ տենց մտածել է, որ էտա որ կա, բայց ինչի է ինքը դարի, որովհետեւ դու պետք է մեծացնես քո ժողովրդին, որպեսզի ինքը մեծ դառնա։ Ղափանցիները իրոք տարել են մեծ անհավատալի հաղթանակներ Նժդեհի հրամանատարությամբ, բայց ինչի են տարե հարցը մենակ այն չի, որ Նժդեհն է եղել սուպերհերոս կամ ղափանցիկ են եղել սուպեր ժողովուրդ։ Նա էլ է մարդ եղել, նրանք էլ են մարդիկ եղել։ Բայց այստեղ շատ կարևոր է, որ առաջնորդը վերնախավի ներկայացուցիչը ինքը բարձրացնում է իր ժողովրդին, ներշնչում է ինչ որտեղ, որտեղ այդ նամակները ինքը գրում է, երբ որ ինքը Խուստուփի լանջին է եւ ղափանցիները իրան դավաճանել են։ Ինքը գրում է նաեւ դավաճան ժողովուրդ, թողել են իրան։ Ինքը մենակ է ու մի քանի հոգի է այդ մնացել այդ։ Դու ինքը նորից ազատագրում ղափանը, բայց ինքը ասում է դու հերոս ես, ղափանցի ինչի ես այսպես քեզ պահում։ Այսինքն բարձրացնում է։ Ես չեմ ասում մենակ դրանով կարաս հասնես հաջողության, հաղթանակի, բայց դա է ճիշտ ճանապարհը, ճիշտ առաջնորդումը ժողովրդի հետ թվում եւ մտավորականների կողմից եւ քաղաքական գործիչների կողմից դա դու պետքա բարձրացնես ժողովրդին, որպեսզի ինքը բարձրանա, եթե դու իջացնում ես, ինքը իջնում է։ Եթե դու իրան ասում ես դու փոքր ես, ինքը ավելի փոքր է դառնում, եթե դու իրան ասում ես մեծ ես, շանս կա, որ ինքը իրոք կարող է մեծանա։ Այսօր այսքանը ոնց խոստացանք, մյուս անգամ կփորձենք մի հատ այդ թեմային մյուս կողմից մոտենալ եւ ի վերջո անել եզրակացություններ, նաեւ հասկանալ ինչ անենք։ Շնորհակալություն ուշադրության համար, կհանդիպենք մեկ շաբաթից։